Ադրբեջանը համապատասխան հակահարվածի ստանում է, ասում մոտակա ժամանակ իսկ ինչ կապված անդամուր ամբողջ իրավիճակի հետ, ապա գիտեք ինչ, արդեն իրենք անցել են բոլորս։ Ես կվերաբերում ոչ մի այլ նաև այն մտքիուսանը, որ նա ինչ ես գայմանում իր ստանցնած պարտավորությունը վերջի 94 թվականին Երևան համաձայնագիր զինադատարի մասին դեպ ինքը Ադրբեջանն է ժամանակ խնդրել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին զինադատարը կնքելու համար։ Կա 95 թվականի պայմանագիր զինադատարի ռեժիմի ամրապնդելու մասին։ Այսինքն ստացվում է, որ միջազգային իրավունքը իր համար ոչինչ է։ Այսինքն նույն վարվելակետն է մոտավորապես, որը դրսևորվում են այսօրվա այն աբեկչական տարբեր կազմակերպությունները, նույն ծառայգիրը, մարդկանց սպանել, շարժանները ոչնչացնել, խաչքարերին, այնպես ուսվում է, որ Ադրբեջանը իր քայլերով մոտեցնում է, որպեսզի հասունանա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային շրջան գործընթացը։ Հնարավոր է նոր ինչ-որ հայկական կողմը, նոր դիրքորոշում, նոր պայմաններ դնի Ադրբեջանի առջև։ Ինչ նոր բան ասելու ինչ շատ հստակ է բարձ է, ամբողջ գործընթացը իր խանգարողն է բարձ է։ Ով է խանգարում, ով չի տալու, որ գործընթացը շարժվում։ Այնպես որ այստեղ խնդիրը շնորհիվ կասած հասկանալի է անբարնելի եւ դա պարզապես կենտրոնացիա մենք շատ բաց Դուք խոսեցիք Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումից ինչ կոնկրետ քայլեր են միգուցե այս վերջին լարվածությունից հետո Ես ամենը արձանագրեցի որ Ադրբեջանի նմանատիպ վարքագիծը բերելու է եթե շարունակի բերելու է այդ գործընթացը Ռուսաստանը շարունակում է մեծ քանակությամբ զենքի վաճառքը, հա, Ադրբեջանին ու այսօր հենց այդ զենքն է մեծամասամբ ուղղվում Հայաստանի դեմ։ Չեք պատրաստվում հարցը ինչ որ կոշտ ձևով հարցին անդրադառնալ։ Եկեք հերթով ինչ վերաբերում է զենքի վաճառքին մենք միշտ ասել ենք նաև հրապարակային որ հետևում մտավիճ չէ։ Ինչ վերաբերում է հապկի արձագանքմանը մենք հապկին չենք դնում։ Որովհետև հապկում տվյալ պարագայում անհրաժեշտ է որպեսզի դեպի հապկ։ Մենք դրա կարիքը չենք զգում։ Այս պարագայում դրա կարիքը չկա, եւ ընդհանուր առմամբ ես կասեի երկու շատ կարևոր է ունենալ պայմանագրային տարբեր պարտավորություններ։ Պետությունների միջև, միջազգային կազմակերպությունների հետ որոնք որոշակի իրավիճակներում կարող են քեզ օժանդակել, բայց առաջին հերթին երկու կողմերը իրենց հույսը դնում են առաջին հերթին իրենց վրա։ Եվ ավելին ասեմ, եթե որևէ պետություն իր ամենակենսական խնդիրը անվտանգությունը փորձի այդ հարցում հույսը դնել այլ պետությունների վրա կլինի ինչ ասեմ աննվիստ Բայց մենակ մտահոգվելով ինչ հարցի պարոն Քոչարյան, ինչ որ կոշտ արձագանք զենքի վաճառքին, կոշտ արձագանք ինչ որ